Ոմանց թվում է հանցավոր արարքը կատարելուց հետո դիմելով փախուստի հնարավոր է խուսափել պատասխանատվությունից ու ժամանակի հետ մոռացության կմատնվի ամեն ինչ։ Բայց հանցարարքը չի մոռացվում եւ չկա ոստիկանության մի ստորաբաժանում, որտեղ փակցված չլինեն նրանց նկարները։ Բոլոր դեմքերը մի բառի տակ։ Հետախուզվում է։ Անցյալ շաբաթ մամուլում ամենաշրջանառվող լուրը Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակում 4 հոգու հրազենային վնասվածքներ հասցրած եղբայրների հայտնաբերումն էր, որոնք հետախուզվում էին 2015 թվականի հոկտեմբերի 28-ից։ Իսկ թե նման միջոցառումները մասնագիտական ինչ հմտություն են պահանջում, առհասարակ ինչպիսին են հետախուզվողներին հայտնաբերելու միջոցներն ու մեթոդները, կպարզենք այսօր։ Անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո կողմնորոշումներ են ուղարկվում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին։ Քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ են իրականացնում, համայնքային ոստիկանները բնակիչների շրջանում կատարում հարցումներ։ Հետ չեն մնում նաև մյուս ստորաբաժանումները։ Հետախուզվողի հայտնաբերման գործում իր ուրույն մասնակցությունն ունի նաև ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը։ Քաղաքացիները դիտելով տեսանյութը կամ ոստիկանության կայքում տեսնելով հետախուզվողին ճանաչում են նրան եւ դիմում մոտակա բաժին։ Եվ այսուամենայնիվ, հանցավորը երբ է համարվում հետախուզվող, որ պահից են սկսվում հետախուզական աշխատանքները եւ ինչ մակարդակներով իրականացվում։ Անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվում համապատասխան պետական իրավասու մարմնի կողմից կայացված որոշման հիման վրա։ Դրանք են համապատասխան քննիչի որոշումը, դատարանի որոշումը, մի շարք այլ հիմքեր։ Հետախուզումը իրականացվում է 3 տարբեր մակարդակներով՝ տեղական հետախուզում, միջպետական հետախուզում եւ միջազգային հետախուզում։ Տեղականի դեպքում բառն ինքնին հուշում է, որ խոսքը Հայաստանում իրականացված հետախուզական միջոցառումների մասին է։ Պատահում է հանցավորը դեպքի վայրից դիմելով փախուստի միտումնավոր չի հեռանում երկրից, որպեսզի սահմանը հատելիս չբռնվի, ինչպես օրինակ Թալինում էր եղել։ Դեպքն անցյալ տարի էր կատարվել դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Արագածավան գյուղի Պերլիս թաղամասում անհայտ տեսակի հրազենից կրակել էին տեղի բնակիչներից մեկի ուղղությամբ, վիրավորել նրան։ Սպանության փորձն այսպես ներկայացրին ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները։ Նա, ում նկատմամբ նշված հանցագործության համար հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել էր։ Սովորաբար, երբ քաղաքացին վնասվածք է ստանում, այդ մասին ոստիկանությունում առաջինը տեղեկանում են հիվանդանոցից։ Այդ օրը բուժքույրը հայտնել էր, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը վնասվածքը ստացել է տանը գործ անելիս էլեկտրական կտրող գործիքից։ Ահազանգը գրանցվել էր հերթապահ մասի 2-րդ մատյանում։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններին հիվանդը նույնն էր ասել։ Իրավապահները սկզբում հավատացել էին, բայց հետո այլ բան էր պարզվել։ Դեկտեմբերի 16-ին Պերլիտ թաղամասում բենզալցակայանի մոտ ինչ-որ մեկը կրակել էր տուժողի ուղղությամբ, վիրավորել նրան։ Կրակողը նույն գյուղից էր եւ դեպքի վայրից դիմել էր փախուստի։ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք ռազմամթերք կրելու հատկանիշներով նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները, տեղեկություններ ուղարկվեցին հարևան մարզերի իրավապահներին։ Քրեական հետախույզներն Արագածավանում պարբերաբար հարցումներ էին անցկացնում, ժամանակ առ ժամանակ այցելում հետախուզվողի տուն եւ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց։ Տեղեկություններ ստացվեցին, որ կասկածյալը տանն է։ Ոստիկաններն Արագածավան մեկնեցին։ Երբ մոտեցանք հետախուզվողի տանը, մեզ նկատելով ննջասենյակի պատուհանով փախավ, անհապաղ հետապնդեցինք նրան, բռնեցինք եւ վերջինիս բերման ենթարկեցինք ոստիկանության Թալինի բաժին։ Վախեցել էր սահմանը հատել, մի քանի ժամով տուն էր եկել ու բռնվել։
Խնդիրն այլ է միջպետական եւ միջազգային հետախուզման դեպքում։ Ըստ էության սրանք նույնն են, պարզապես միջպետական ասվածը վերաբերում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում իրականացված աշխատանքներին։ Այստեղ գործում են ոչ միայն ավանդական կապերը, այլև ստեղծված են միջպետական հանձնաժողովներ, գործում է նախարարների խորհուրդը, պարբերաբար անցկացվում են համատեղ միջոցառումներ, օրինակ հենց նելեգալը։ Նմանօրինակ մի համագործակցության շնորհիվ վերջերս արտասահմանից Հայաստան տեղափոխվեց հերթական հետախուզվողը։ Այս կադրերն արվել են օդանավակայանում։ Սպանության համար հետախուզվողին Ռուսաստանի Դաշնությունից են Հայաստան տեղափոխել։ Անցյալ տարի դեկտեմբերի 24-ի գիշերը մայիսի 9-ի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում ուրիշի գույքը հափշտակելու եւ կյանքից զրկելու դիտավորությամբ ինչ-որ մեկը սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նույն գրասենյակի աշխատողին, սպանել նրան, հափշտակել գումարն ու փախել։ Այդ ինչ-որ մեկը նա էր, ում Ռուսաստանի Դաշնությունում բռնել էին։ Իսկ դրանում համոզվելու համար ժամանակին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն անհրաժեշտ տարաբնույթ գործողություններ էին կատարել, դեպքի վայրի զոնությունից մինչև օպերատիվ հարցումներ։ Սակայն ինչպես հայտնի ասացվածքում է ասված, դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, մանավանդ երբ կատուն այնտեղ չէ։ Փախել էր երկրից։ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին մեղադրյալի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Իսկ ավելի ուշ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին Ռուսաստանի Դաշնությունում նրա հնարավոր թաքնվելու վայրերի մասին։ Իրացներով օպերատիվ տեղեկությունները Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզվողը Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվեց եւ օգոստոսի 25-ին տեղափոխվեց Հայաստան։ Հանրապետությունից փախչելով պատժից խուսափել չկարողացավ։ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում հայտարարում է այն դեպքերում, երբ ստացվել են հավաստի տեղեկություններ, որ հետախուզվողը գտնվում է արտերկրում կամ սպառվել են նրան Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։ Միջազգային հետախուզում հայտարարում է ծանր, առանձնապես ծանր կամ հասարակական հնչեղություն ունեցող գործերով քննությունից կամ պատժի կրումից խուսափող անձանց նկատմամբ, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված է ազատազրկման ձևով պատիժ 1 տարուց ոչ պակաս ժամկետով։ Հետախուզվողներին Հայաստան բերելու եւ արդարադատության առաջ կանգնեցնելու գործընթացը շարունակական է։ Ներկայումս ունենք մի շարք հետախուզվողներ, որոնք ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մեր կողմից կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են արտերկրում, այս պահի դրությամբ կալանավորված են եւ քննարկում են նրանց Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը եւ մի շարք եվրոպական երկրների, օրինակի համար կարող եմ նշել Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Հետախուզման մեջ գտնվող մարդն ինքն իրեն զրկանքների է ենթարկում, ապրում մեկուսացած վախը սրտում։ Հետո զղջում է ոչ միայն հանցանքի, այլև պատժից խուսափելու, հայրենիքից դուրս անցկացրած փուչ ու կծկված օրերի համար։ Պատահել է հայ ոստիկանին տեսնելիս եւ նրա հետ նույն ձեռնաշղթայով Հայաստան վերադառնալիս անկեղծացել են։ Կամ ինձ պիտի ուղարկեին Ֆրանսիա, կամ ես պիտի գայի Հայաստան։ Ինձ թվաց, թե ֆրանսիացիներն էլ եկեին ստանեն, բայց որ տեսա իմ հայերն են եկել ինձ տանեն, համ ուժեղացա, համ ուրախացա, համ հանգստացա։ Դժվար էր շատ դժվար կյանք էր։ Ավելի լավ էր այն ժամանակ բռնվեի նստեի, քան թե այսքան կյանքը անցավ գնաց Հավայի։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանական մարմինների կողմից հայտնաբերվել են շուրջ 130 հետախուզվող անձինք, այն անձինք, որոնք հետախուզվել են օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների կողմից, այս պարագայում եւս դրական միտում է նկատվում, անցած տարվա 9 ամիսների դրությամբ նույն ժամանակահատվածում շուրջ 120 հոգի են հայտնաբերվել։ Եվ դրական միտումը նկատվում է շարունակական կերպով վերջին 5-6 տարիների ընթացքում։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից
Համագործակցությունը իրականացվում Ինտերպոլի թվով 190 անդամ երկրների հետ, իսկ առավել ակտիվ համագործակցությունը իրականացվում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ եվրոպական մի շարք երկրների հետ։ Բերված բոլոր օրինակները, վերլուծություններն ու վիճակագրական տվյալները փաստում են մեկ բան. աշխարհում գրեթե չկա մի երկիր, որի իրավապահների հետ համագործակցելու հնարավորություն չունենա Հայաստանի ոստիկանությունը։ Գիտատեխնիկական առաջընթացն աշխարհը փոքրացրել է, պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը նույնպես։ Չհայտնաբերվողներ չկան։ Պարզապես ժամանակի հարց է։